Բարոյ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է եւ այսօր մեր հյուրն է Ալիք մեդիայի հիմնադիր Արսեն Խարատյանը։ Բարոյ ձեզ, պարոն Խարատյան։ Բարոյ ձեզ, պարոն Այվազյան։ Շնորհակալ ենք, որ միացաք մեզ։ Այսօր շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու միասին, բազմաթիվ հարցեր են կուտակվել քննարկելու, դա Նիկոլ Փաշինյանի Ալբանիա այցն էր, դա Սերգեյ Լավրովի այցն էր Հայաստան, Իլհամ Ալիևի հայտարարություններն էին եւ ելի մի շարք հարցեր կան քննարկելու, որոնք որ միասին այսօր փորձենք քննարկել։ Սկսենք երևի Լավրովի այցից Հայաստան։ Ընդհանուր առմամբ այդ բոլոր հնչած հայտարարություններից տեսակ թե Արարատ Միրզոյանի հայտարարությունները, թե Լավրովի, թե լրագրողների հարցերը Հայաստանից շատ հետաքրքիր հարցեր էին հիմչայլոց, ընդհանուր առմամբ ինչ տպավորություն է ստեղծում այս այցից, ինչ է փոխվում հայ-ռուսական հարաբերությունների մեջ։ Այո, իսկապես կարծում եմ, որ առավել քննարկվող թեման առնվազն հայկական մեդիա տիրույթում հենց Լավրովի այցն էր այս երկու օրվա։ Ուզում եմ հիշեցնել, որ սա հաջորդում է փետրվարին Միրզոյանի Մոսկվա կատարած այցին, որի ընթացքում Հայաստանի արտգործնախարարը Ռուսաստանի արտգործնախարարին հրավիրել էր Հայաստան։ Մեծ հաշվով կարող ենք ասել, որ սա փորձ է թերևս առավելապես սառույցը տեղից շարժելու հայ-ռուսական հարաբերություններում։ Հիշեցնեմ, որ Լավրովի վերջին այցը Հայաստան 2023-ին էր կայացել եւ այս ընթացքում բավականին ակտիվ գործընթացներ են տեղի ունեցել, այդ թվում արցախցիների էթնիկ զտումը, Ռուսաստանի ռուս խաղաղապահների դուրս գալը այնտեղից, դրան նախորդել էին, ինչպես գիտեք, 2021 թվականի ջերմուկի իրադարձություններին հաջորդած ՀԱՊԿ-ի նիստի ընթացքում Հայաստանի հրաժարվել այս բոլոր նյութերի մասին խոսակցություն եղավ, նկատի ունեմ ՀԱՊԿ-ի վերջնական փաստաթղթը ստորագրելու հարցը։ Մի քանի բան, որ միանգամից աչք է զարնում, նախ կարծում եմ, որ ռուսների համար դա առանցքային է, Հայաստանի արտգործնախարարը ասուլիսի ընթացքում խոսում էր հայերենով եւ փաստորեն թարգմանությամբ էին շփվում նախարարները, սա կարծում եմ գիտակցված միտումնավոր որոշում է եղել։ Երկրորդը արված հայտարարությունները, որոնց հետ կապված Հայաստան-Ռուսաստան հայ-ռուսական հարաբերությունները թերևս այնքան առանցքում չէին, որքան Լավրովը նաև որևէ միկրոֆոն բաց չի թողնում, որպեսզի Ռուսաստանի դիրքորոշումների մասին խոսի Եվրոպայի, Միացյալ Նահանգների եւ ուկրաինական պատերազմի հարցում։ Այստեղ էլ նույն բանը փորձեց անել, ինչպես գիտեք, այսինքն ուղղակի առիթն օգտագործելով հայտարարություններ էր անում, որոնք որ Նաև առիթ հայկական լրատվամիջոցները զուգահեռ անցկացնելով Ուկրաինայի հետ։ Այո, ավելի ուշ երբ հարցնչեց, կա արդյոք ձեզ մոտ Հայաստանի ուկրաինայիզացիայի այսպես կոչված հավանականության հետ կապված ինչ մոտեցում ունեք, պատասխանն այն էր, որ ոչ, մեզ մոտ այլ հարաբերություններ են, շատ ավելի բարիդրացիական եւ այլն։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը նաև Լավրովի բառամթերքը, որով որ խոսում էր, շատ զգուշավոր էր, այսինքն մեղադրանքներ առանձնապես չէին հնչում, եթե նույնիսկ ինչ որ հարցերի շուրջ այսպես ասած լատենտ քննադատություն էինք տեսնում, ապա դա էլ բավականին դիվանագիտական, այսպես ասած փաթեթավորումով էր։ Ես նաև ավելի ուշ լսեցի Լավրովի ելույթը Հայաստանում ռուսական համալսարանների ֆիլիալների ուսանողների հետ հանդիպման ընթացքում, որտեղ մեծ հաշվով կես ժամից ավել դասախոսություններ թե ընդհանրապես ինչ է երկրորդ աշխարհամարտը եւ այլն, ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ իմանալով Լավրովին, որը կարող է բավականին շռայլ լինել բացական բառամթերքի տեսանկյունից, այստեղ բավական չափավոր էր իրեն պահում եւ փորձեր անում ցույց տալ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները նորմալ են, խնդիր չկա եւ այսպես շարունակ։ Տեսնենք, ես կարծում եմ, որ սա ուղղակի կրկնեմ, սառույցը տեղից շարժելու եւ հարաբերություններին նոր հնարավորություն տալու ուղղված քայլեր են, իսկ էական որևէ արդյունք այս այցից չկա, նկատի ունեմ որևէ երկկողմ պայմանագրի չի ստորագրվել, որևէ համաձայնություն չի առաջացել, այնպես որ կարծում եմ, որ սա առավելապես, այսպես ասած, տեղից շարժելու հարաբերությունները տեղից շարժելու միտված այց էր։ Բայց հյուպատոսության բացելու հարցը շատ ակտիվ էր քննարկվում եւ ընդհանուր առմամբ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ չի փոխվել։
ագրեսիան Ադրբեջանի 2022 թվականին նրանք չեն ճանաչում որպես ագրեսիա եւ Արցախի մասով նույնպես, այսինքն երբ որ հարցնում ես ագրեսիայի մասին Հայաստանի նկատմամբ, նրանք հիշում են այն, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, թե ինչ կապ ունի մեկը մյուսի հետ, դժվար է ասել։ Դե Արցախի մասով այդ, այսպես ասած, անուղակի մեղադրանքը կրկին հնչեց, առայն որ դե դուք եք գնացել ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջությունը, այդ թվում ներառյալ Լեռնային Ղարաբաղը, ուստի ինչ պիտի անեինք, ռուս խաղաղապահները վերադուրս գալը ժամանակի հարց էր, սա բնականաբար նոր չէ, սա լսել ենք տարբեր անգամներ։ Երբ խոսքը վերաբերում էր Հայաստանի օկուպացված տարածքներին, նկատի ունեմ հետ պատերազմական շրջանում Ադրբեջանի կողմից գրավված տարածքները, այս մասով էլ խոսքը նրա մասին էր, որ դե մենք հապկով առաջարկեցինք մոնիտորինգային խումբ ուղարկել, որ եզրակացություն կտար եւ այլն, Հայաստանը ընտրեց եվրոդիտորդներ բերելը։ Հիմա այստեղ խոսակցությունը փակուղային է մեծ հաշվով, ակնհայտ է, որ Հայաստանի ակնկալիքները Ռուսաստանից, հատկապես Հայաստանի անմիջական տարածքում ագրեսիվ գործողությունների հետ կապված, Ռուսաստանի արձագանքը ոչ միայն բավարար չէ, այլև ակնհայտ ցույց է դրել որոշ տեղերում, որ դրանք եթե ոչ ուղիղ կոորդինացված են եղել Ադրբեջանի հետ, ապա առնվազն մենք տեսել ենք ռուսաստանցի զինվորականներ, որոնց աչքի առաջ ուրեմն հետ են քաշվել եւ օրինակ Վարդենիսի հատվածում առաջ խաղացում են ունեցել ադրբեջանցիները, ուստի թե ինչ է ասվում ֆորմալ դիվանագիտական լեզվով մի բան է, բայց այլ հարց է, որ Ռուսաստանն այս պահին ոչ կարողանում է, ոչ էլ առանձնապես հավակնություն ունի Հայաստանի անվտանգային միջավայրը մեր ցանկությունների կամ մեր պատկերացրածների շրջանակներում ապահովել կամ աջակցել, ինչ խոսք նաև գիտենք, որ բնականաբար զենքի եւ զինամթերքի եւ ռազմատեխնիկական համագործակցության տեսանկյունից Հայաստանը փաստացի 90%-ով տարբեր այլ ուղղություններով է գնացել, քան Ռուսաստանն է, մինչև 2020 թվականը հակառակն էր, 90% կախվածություն կար Ռուսաստանից, եթե շատ ընդհանուր ձևակերպումով ասենք, հա, այսինքն խոսակցությունը կարելի է անվանել այսպես пассив-ագրեսիվ, բայց նաև փորձանելով պահել որոշակի մակարդակ, անիմաստ արհեստականորեն եւ լրացուցիչ բարդություններ չստեղծելու տրամաբանության մեջ եւ նաեւ մի կարեւոր հանգամանք առանձնացվեց այն, որ խոսակցություն է գնացել նաեւ երկու երկրների մեդիաների մամուլի տարածքում միմյանց հետ կապված ատելության կամ իշխանությունների ընդհանուր առմամբ չեն բացել, բայց ինքնին փաստը, որ խոսվել է դրա մասին եւ Հայաստանը մտահոգություն է հայտնել վստահաբար ռուսական կողմին, որ պետական կամ պաշտոնական լրատվամիջոցներն են հաճախ չափերն անցնում կամ իրենց բան որոշակի կերպ եւ սա որպես մտահոգություն ձևակերպվել է եւ հետո համատեղ ասուլիսի ժամանակ ասվել է, որ սա էլ են քննարկել, սրան պիտի քայլեր հաջորդեն եւ եթե սրանից հետո էլ որևէ փոփոխություն չլինի, ապա Հայաստանը կարող է ասել, որ մենք բոլոր հնարավոր օղակներով, այսպես ասած, ընկերաբար փորձել ենք ռուսական կողմին տեղ հասցնել, թե ինչի մասին է խոսքը, թող հետո մեզ չմեղադրեն նրա մեջ, որ տարբեր մարդկանց օրինակ անցանկալի անձ ենք հայտարարում Հայաստանում։ Պարոն Խարատյան, նաև հաղորդագրություն եղավ, որ փաստաթուղթ է ստորագրվել ԱԳՆ-ների միջև 20-26 թվականների համագործակցության։ Ձեր կարծիքով կարող է դա ազդել Հայաստանի քվեարկությունների վրա, օրինակի համար ՄԱԿ-ում կամ ընդհանրապես Հայաստանի դիրքորոշումների վրա տարբեր հարցերի շուրջ։ Կարևոր հարց եք տալիս, արդյոք որտեվ եթե սա աշխատանքային ընթացիկ փաստաթուղթ է, սա միջպետական համաձայնագիր կամ պաշտոնական բան, այսպես ասած, նոր հարաբերություններ հաղորդելու խնդիր չի, այլև ուղղակի երկու արտգործնախարարների միջև ընթացակարգային աշխատանքային ռեժիմներն է, չէ՞։ Այո, բայց սա նաև պիտի տեսնենք, թե եթե իսկապես Հայաստանը իր վրա պիտի պարտավորություններ վերցնի, օրինակ Ռուսաստանի հետ արտաքին ֆրոնտում, հատկապես ձեր նշած բազմակողմ ֆորմատներում կլինի դա ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն կամ այլ տեղեր Ռուսաստանի հետ կոորդինացված քվեարկության խնդիր դրվի, կարծում եմ Հայաստանում դա բավականին քննադատության կարժանանա։ Ես խիստ կասկածում եմ, որ այդպիսի համաձայնություն կարող է լինել։ Հա, կարող է լինել նախադասություն, որ նախկինում նույնպես տարբեր փաստաթղթերում արտացոլվել է, դա այն է, որ անվտանգային արտաքին քաղաքական հարցերում որպես գործընկեր երկրներ կարող ենք կոորդինացված աշխատել։ Բայց ես այդպիսի
Այդ փաստաթղթերով պարոն Խարատյան կարող է խափանել Հայաստանը այն, որ օրինակ Մարիա Զախարովան շատ գարեհիկ արտահայտություններ է անում, մեկ-մեկ Կալուզինը, մեկ-մեկ ինքը Լավրովը, այդ դրանով նման հարցեր կարող են լուծվել։ Ոչ, չեն կարող։ Դրանով թերևս առավելապես երկու գերատեսչությունների աշխատակարգը եւ որոշ հարցերում գուցե արդյունավետությունը, կոմունիկացիայի արդյունավետությունը բարձրացնելու մասին խոսք կգնա, բայց քանի որ փաստաթուղթը չեմ տեսել, եկեք շարքումներ չանենք։ Հարցն այն է, որ ես չեմ պատկերացնում, որ Հայաստանը ստանձնի հանձնառություն արտաքին ֆրոնտում, հատկապես բազմակողմում Ռուսաստանի հետ համահունչ քվեարկությունների շուրջ։ Սա ես բացառում եմ։ Շատ լավ, պարոն Խարատյան։ Երեք վստահաբար տեսակ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունը, որը որ վերաբերվում էր Հայաստանին եւ Ադրբեջանին, ներկայացուցիչների պալատում արվեց այդ հայտարարությունը, եւ փաստացի Ամերիկայի Միացյալ Նահանգները բավականին բարձր են գնահատում պատերազմի ռիսկերը, եւ դա հաստատ ուղղված է հիմնականում Ադրբեջանին, հիմնական մտահոգությունները Ադրբեջանից է գալիս, եւ իմ պատկերացմամբ դա կապված է նաեւ իրենց հատուկ ծառայությունների աշխատանքի հետ, հաստատ տեղեկություններ կունենան։ Ինչ կասեք այս մասով։ Այսպես ասեմ, ինձ մոտ այնպեսի տպավորություն է, որ տեսնելով, որ ուկրաինական ֆրոնտում եւ Մերձավոր Արևելքում որևէ լուրջ առաջընթաց չկա, թերևս Միացյալ Նահանգները կամ հենց պետքարտուղարությունը եւ Ռուբիոն փորձում են գտնել այլ ուղղություններ, որտեղ Միացյալ Նահանգների ներգրավվածությամբ ինչ որ դրական արդյունք ունենալը կարող է ստացվել։ Սա մասնավորապես հենց մեր պարագայում կարող է հետաքրքիր լինել Միացյալ Նահանգներին, երբ փաստ է, որ կողմերը հայտարարել են, որ խաղաղության փաստաթղթի շուրջ համաձայնություն ունեն, բայց մենք չենք տեսել դեռևս ամերիկյան կողմի ակտիվ ներգրավվածություն Հարավային Կովկասում ընդհանրապես։ Գիտենք, որ եղել են մի քանի տարբեր հեռախոսազանգեր եւ հանդիպումներ եւ այցեր, որոնք ոչ ֆորմալ բնույթ են կրել։ Ես նկատի ունեմ Թրամփի վարչակազմի իշխանության գալուց հետո, բայց ակտիվ ներգրավվածություն չկա։ Ավելին ասեմ, ԵԱԿ Մինսկի համանախագահ հողի պաշտոնը զբաղեցնող Լուի Բոնոն աշխատանքից հեռացվել է պետքարտուղարությունից, ուստի այս պահին նույնիսկ մեկը չկա, որը որ Արցախով է զբաղվում ուղիղ կամ Հարավային Կովկասով է զբաղվում ուղիղ պետքարտուղարությունից։ Սա խնդիր է։ Ինչ վերաբերում է արդյոք հատուկ ծառայությունների տվյալներ ունենալով է Ռուբիոն խոսում, թե մեծ հաշվով նաև պատկերում այսպիսի տենդենց է նկատում, բայց ավելի առանցքայինը ինչն է, որ արդյոք եթե այդպիսի, այսպես ասած, ազդակ է հնչում, ապա սա նաև ենթադրում է, որ գործադիրը ամերիկյան պետք է ակտիվ գործողություններ սկսի եւ ներգրավվի գործընթացում։ Սա կտեսնենք, ես մեծ հույս ունեմ, որ այդպիսի հետաքրքրություն կա, որ սև ու սպիտակ չէ, որ այն փաստը, որ մերձեցում կամ խոսակցություն է ծավալվել Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջև, սա չի նշանակում, որ Հարավային Կովկասը թողնելու են Ռուսաստանի, այսպես ասած, ազդեցության գոտի դիտարկելու տրամաբանության մեջ, այլև նաեւ մեգոնե մեր ուղղությամբ հնարավոր է լինելու ամերիկացիների ուղիղ ներգրավվածությունը։ Պատերազմի հավանականության մասին ես վստահ եմ, որ Ադրբեջանը ջանք չի խնայում, որպեսզի կանաչ լույս ստանա նաև Միացյալ Նահանգներից հնարավոր ագրեսիայի համար, բայց այդպեսին չկա։ Այստեղ մի կարևոր հանգամանք կա, եթե խոսքը վերաբերում է այսպես կոչված իրենց բառամթերքով Զանգեզուրի միջանցքին կամ Հայաստանի հարավով Հայաստանի վերահսկողությունից դուրս ճանապարհ ունենալուն, ապա այս հարցում ամերիկացիները դեմ են եւ սա շատ կարեւոր է։ Սա կարեւոր առանցքային հարցերից է, որտեղ Իրանն ու ԱՄՆ-ն նույն հետաքրքրությունն ունեն իդեպ եւ այս կետում կարծում եմ շատ դժվար է լինելու ադրբեջանցիների համար առանց խոշոր խաղացողների հետ համաձայնության ինչ որ ագրեսիվ գործողության գնալ, իսկ այս հայտարարությամբ նաև կարող ենք ենթադրել, որ Ռուբիոն ասում է, որ դա մեր համար անընդունելի է, պատերազմի ճանապարհով խնդիրներ լուծելը մեզ համար ընդունելի չէ, այս իմաստով կարծում եմ մեզ համար դրական հայտարարություններ ենք լսել։ Պարոն Խարատյան, բոլոր հարցերը կարծես իրար հետ կապված են, բայց քանի որ խոսեցինք Ամերիկայի Միացյալ Նահանգներից, օրեր առաջ Ուիտկոֆը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնացը ռուս-ուկրաինական պատերազմի հարցով նա էլ էր խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի մասին, որ ակտիվ Ամերիկայի Միացյալ Նահանգները աշխատանք է տանում
եւ խոսում էր Աբրահամի համաձայնագրի շուրջ։ Դուք լավ ծանոթ եք այդ համաձայնագրին, արդյոք Հայաստանը կարող է միանալ այդ համաձայնագրին։ Մենք գիտենք, որ հիմնականում այդ համաձայնագիրը վերաբերվում է Իսրայելին եւ արաբական երկրներին։ Այո, հետաքրքիր է եւ կարեւոր է նաեւ սրա շուրջ փորձել հասկանալ թե ինչ տրամաբանություն է կառուցում Վաշինգտոնի ներկայիս ադմինիստրացիան։ Իհարկե Աբրահամի այսպես Abraham Agreement կոչվածը Մերձավոր Արևելքին է վերաբերում է Իսրայելի եւ արաբական երկրների հետ երկխոսության մեծ ֆորմատին, այն փաստը, որ խոսվում է ավելի լայն տարածաշրջանի կոնֆլիկտները այս համատեքստում լուծելու տրամաբանության մասին, գուցե փորձ է այսպես ասած մեծ ֆորմատով խնդիրներ լուծելու ինչ որ տրամաբանություն առաջարկել, Հայաստանը եւ կամ Հարավային Կովկասը դիտարկել որպես մեծ մերձավոր արևելքի մաս եւ Միացյալ Նահանգների դիրքից որպես մեծ մերձավոր արևելքի մաս էլ խնդիրներին մոտենալ, բայց ես կարծեմ, որ սա երկար կյանք չունեցող մոտեցում է։ Սա հեռանկար չունեցող մոտեցում է, կոնֆլիկտները շատ տարբեր են, խնդիրները շատ տարբեր են, նրանց լուծումների հետ կապված հեռանկարները նույնպես տարբեր փուլերում են, ասենք, եթե մեծ պատկերում երկխոսություն պիտի լինի Իսրայել-արաբական աշխարհ տրամաբանության մեջ, ապա այնտեղ շատ տարբեր խաղացողներ եւ շերտեր կան եւ բարդ է այդտեղ տեսնել նաեւ Հայաստան-Ադրբեջան ֆորմատը։ Ես ենթադրում եմ, որ Witkoff-ի այս մոտեցումը ընդհանուր առմամբ մի փաթեթի մեջ մեծ մերձավոր արևելքի խնդիրները դիտարկելուն է միտված, բայց իմ կարծիքով էֆեկտիվ աշխատելու համար սա լավագույն գործիքը չէ։ Երկին վերադառնանք պատերազմի հնարավորության հավանականությանը, երեք Ալիևը հայտարարություններ են նոր արել, ինքը գտնվում էր Հունգարիայում, կարծես թուրքական պետությունների թե թուրքախոս երկրների գագաթնաժողով էր, եւ այնտեղ նա ասում է, որ այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիները պետք է վերադառնան այսպես կոչված արևմտյան Ադրբեջան եւ այդ հարցը միշտ քննարկվում է, իրենք այդ չեն կանգնելու, չնայած որ տարածքային պահանջ չունեն Հայաստանից։ Ինչպես կգնահատեք սա, 1-2 օր առաջ էլ ասում էր, որ ընդամենը 2 պահանջ է մնացել իր խոսքով լեգիտիմ, Մինսկի խնդրի լուծարումը եւ Հայաստանի սահմանադրությունից տարածքային պահանջները հանելու հարցը։ Այո, թուրքալեզու ուրեմն պետությունների հավաքներ Հունգարիայում, հետաքրքիր է որ սա Հունգարիայում է արվում, մինչ այս նույն ֆորմատով Օրբանը Ղազախստան էր գնացել եւ Տոկաևի կողմից բավական լավ ընդունելության էր արժանացել, այդ թվում նաեւ հայտարարություններով, որ դուք մեր եղբայր ժողովուրդն եք, այսպես ասած, այդ տրամաբանության մեջ եւ առանցքային կարևոր խնդիրն էստեղ է, որ Ալիևը ինքը իր մակարդակում վերադարձել է արևմտյան Ադրբեջան խոսույթին։ Սա առնվազն ապակառուցողական է, եւ ես կարծում եմ, որ Հայաստանի կողմից պիտի հայտարարություն հնչի այս կապակցությամբ, կոչ անելով զերծ մնալ։ Արտգործ նախարարությունը արդեն հայտարարել է մամլոխոսնապը։ Այո, բայց ես նկատի ունեմ նաեւ առաջիկայում դրա կրկնությունը բացառելու համար մեխանիզմներ են պետք։ Մենք լսում ենք անverջ Ադրբեջանից, որ հրետորաբանության փոփոխությունը իրենց համար առանցքային է Հայաստանից, որ իրենք էլ պիտի իրենց սկսեն որոշակի կերպ պահել։ Այն որ այո, խոսակցությունը նաև այն ֆորմատում էր, որ չանեն մենք ենք անելու, մոտավորապես այսպես, հա, այսինքն մենք խնդիր ունենք, հա, մենք խնդիր ունենք, այսպես ասած, իբրև թե այսպես կոչված իրենց խոսույթով արևմտյան ադրբեջանցիների վերադարձի, եւ սա օրակարգ է բերվում։ Սա օրակարգ է բերվում մի իրավիճակում, երբ Հայաստանը արցախցիների վերադարձի իրավունքի մասին չի խոսում։ Այո։ Որը կարծում եմ մեծագույն խնդիր է։ Հայաստանն ընդհանրապես իր արտաքին քաղաքական հսկայական գործիքներ կան, որոնք վստահ եմ, որ մեր արտգործնախարարությունը շատ լավ գիտի եւ գիտակցում է, բայց առանձնապես չենք տեսնում դրա կիրառությունը։ Հայաստանը ակտիվորեն չի զբաղվում գերիների վերադարձի պահանջի խնդրով։ Հայաստանը չի բարձրաձայնում մեր երկրի օկուպացված տարածքները Ադրբեջանի կողմից։ Ես նկատի ունեմ ամենօրյա ռեժիմով տարբեր մայրաքաղաքներում մեր դիվանագետներին հանձնարարություններ գնա։ Որ դա Իրանում Վրաստանը ժամանակին։
եւ Ադրբեջանը մեր հետ կապված եւ այդպես շարունակ։ Հայաստանը չի բարձրացնում արցախցիների վերադարձի իրավունքի հարցը եւ այս բոլորի համատեքստում հենց մի հատ էլ այս ամեն ինչից հետո Ադրբեջանն է խոսում, տարածքային պահանջ չունենք, բայց արևմտյան Ադրբեջան պիտի վերադառնան մեր ժողովուրդը։ Հիմա այս պայմաններում լսում ենք տեքստեր, որոնք ցույց են տալիս ակնհայտ, որ որևէ վարքյան եթե Ալիևը իսկապես ցանկանա process-ը ամբողջությամբ դադարեցնել, ապա բառամթերքը եւ տրամաբանությունը, որով նա դա անելու է, տեսանելի է։ Ինձ համար նաեւ կարեւոր է Էրդողանի ելույթը այս համաժողովի ընթացքում, որտեղ նույնպես անդրադարձ եղավ Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցին, որտեղ ասվեց, որ բայց տեսեք Էրդողանը շատ ավելի զգուշավոր եւ բավական դրական նոտաներով էր խոսում այն մասին, որ կարծես թե հույս կա, որ Հայաստան-Ադրբեջան կարգավորում լինի։ Բախտող Ալիևը խաղաղություն է հաստատելու տարածաշրջանում։ Այդ տեղից սկսեց։ Դե, այսինքն իր իսկ տրամաբանության մեջ այսօր տարածաշրջանում, Հարավային Կովկասի տարածաշրջանում թուրքական ազդեցության մեծացման հիմնական աշխատող օղակը դա Ադրբեջանն է լինելու բնականաբար եւ այս ստեղծված իրավիճակում այսինքն նաեւ նույն Էրդողանի տեքստում ասվում էր հաղթանակից հետո Ալիևը շատ մեծ շանսեր ունի սա անելու, նա անելու, խոսքը գնում է ակտիվ Ադրբեջանի միջոցով, բայց նաեւ Թուրքիան առանձին, այսպես ասած, տարածաշրջանի իր հերանեկարը եւ հետագա ներգրավվածությունը մեծացնելու շուրջ եւ այդ իմաստով էլ ասում էր դե Հայաստանի հետ էլ խնդիրը կարգավորեք, որպեսզի նաեւ իրենց ազդեցության հնարավորությունը մեծանա։ Սա էր խոսակցության ընդհանուր տրամաբանությունը, բայց որևէ կոնկրետ բան չասվեց եւ չի խոսում այն մասին, թե օրինակ ինչ ժամկետների մասին է խոսքը, ինչպիսի պայմանների եւ նախապայմանների նոր փաթեթ ենք լսելու, որովհետեւ ես միևնույն է կարծում եմ, որ անգամ եթե Հայաստանում սահմանադրական փոփոխություն լինի, որը դեռ նույնպես այդպես հեշտ չի լինելու, ասեմ ձեզ, նախ օրենքով պիտի ընդհանուր ընտրողների կեսից ավելին մասնակցեն եւ կողմ քվեարկեն այդ սահմանադրական փաթեթին, եւ երկրորդը ես վստահ չեմ, թե այնինչ առաջարկվելու է ընդունելի է լինելու Հայաստանի Հանրության համար եւ շատ հեշտ է լինելու դա անել, հա, դա տեսնենք դա։ Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ կապված կարծում եմ, որ դե այդպես չի, թե իրենք առանձնապես դեմ են, որ Հայաստանի կողմից ուրեմն առաջարկված տարբերակը լինի, իսկ դա վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից փաստաթուղթը ստորագրելուց անմիջապես հետո համատեղ դիմել ԵԱՀԿ-ին, որպեսզի գործընթաց հարուցվի։ Ոստի այս երկուսը լուծելի են գուցե մեծ խնդիր չեն, բայց ես վստահ եմ, որ մենք դեռևս շատ ավելի նոր ու տարբեր տեքստեր ենք լսելու, մի պարզ պատճառով անում են, որովհետև կարող են։ Պարզ է, պարոն Խարատյան, Իրանի շուրջ տեղյակ ինչ է կատարվում, վստահ եմ, բանակցություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև, հիմա այլ վաղը հռոմում է տեղի ունենալու 5-րդ արդեն փուլը, CNN-ը հետաքրքիր տեղեկություններ էր տարածել, հենվելով իրենց արտաքին հետախուզության վրա, պաշտոնյաները բացել էին այդ գաղտնիքը, որ Իսրայելը պատրաստվում է հարված հասցնել Իրանի ատոմային օբյեկտներին, եթե նման համաձայնություն ձեռք բերվի Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև, այսինքն դա կարող է չգոհացնել Իսրայելին եւ Իսրայելը կարող է դիմի նման քայլի։ Եվ համընկում էր, թե չեմ կարող ասել, Ադրբեջանի պաշտպանության նախարարը մի քանի օր առաջ գտնվում էր Իսրայելում, Թել Ավիվում, նա հանդիպում էր իր իսրայելցի գործընկերոջ հետ։ Հիմա մենք տեսնում ենք Իրանի պաշտպանության նախարարի այցը Հայաստան, շատ կարևոր հայտարարություններ, նույնիսկ Սյունիքի մասով, դրանից բացի Տեսպանն է այսօր հայտարարությամբ հանդես եկել Իրանի, որը որ կրկին զգուշացնում է Ադրբեջանին եւ ելի մի քանի օր առաջ համաժողով էր, թե չեմ սխալվում, Թեհրանում այդ հարցը կրկին քննարկման թեմա էր, այսինքն վերջին օրերին ամենօրյա ռեժիմով մենք նման հայտարարություններ ենք ստանում Իրանից եւ Իրանի պաշտոնյաներից, բայց զուգահեռաբար նաեւ զորավարժություններ Իրանի եւ Ադրբեջանի միջև, ինչպես կգնահատեք իրավիճակը։ Նախ ԱՄՆ-Իրան խոսակցության մասին, ես կարծում եմ, որ սա չափազանց կարևոր է, զգուշավոր լավատեսությամբ վերաբերում խնդրին, տեսել ենք շատ տարբեր փուլեր Իրան-ԱՄՆ
խոսակցության, երկխոսության, բանակցությունների տարբեր փուլերում Օբամայի ադմինիստրացիայի օրոք ենք տեսել ինչ որ առաջընթաց միջուկային ծրագրերի շուրջ կոնկրետ խնդիրներ էին, որոնց որ երկար բանակցությունների արդյունքում կարողացել է ինչ որ լուծում գտնել, որը ցավոք իջիկ դարձավ։ Բայց ես կարծում եմ եւ հույս ունեմ, որ այս երկխոսությունը, այս խոսակցությունը կարող է իրապես կայունության որոշակի այսպես ասած էլեմենտ բերի եւ մեծ մերձավոր արևելքին եւ մասնավորապես մեր տարածաշրջանին։ Չգիտեմ, դեռ կերևա, մի բան գիտեմ, որ նաև իրանական կողմից տեսնում եմ բավականին զգուշավոր քաղաքականություն, որպեսզի գործընթացը չխաթարվի։ Իրենք ակնհայտորեն հետաքրքրված են սրանով։ Դրան զուգահեռ իհարկե Իսրայելի ջանքերը Միացյալ Նահանգներին ներգրավել Իրանի դեմ հնարավոր լայնամասշտաբ պատերազմին կարծես թե ձախողվում է եւ դա շատ լավ է։ Սրա փորձերն արվում էին նաև նախորդ ադմինիստրացիայի օրոք, Բայդենի օրոք, երբ գիտեք, հոկտեմբերի 7-ի իրադարձություններից հետո Գազայի վրա իսրայելական հարձակումից հետո Իսրայելի հիմնական նպատակը խնդիրը Գազայից դուրս բերելն էր եւ ավելի լայն տարածաշրջանի մեջ ներառելն էր, նրանց հարձակումները Լիբանանի հարավի վրա, որոշ հարձակումներ Սիրիայի, որ հիմա էլ շարունակում են եւ այսպես շարունակ, բայց կարծես թե Իսրայելին գոնե այս պայդրությամբ չի հաջողվել Միացյալ Նահանգներին ուղիղ ներգրավել Իրանի դեմ հնարավոր պատերազմի մեջ, ավելին տեսնում ենք, որ երկկողմ խոսակցություն է ծավալվել։ Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան, Իրան-Ադրբեջան վերջին զարգացումներին, այո, Իրանի պաշտպանության նախարարը Հայաստանում էր, բայց նաև մինչ այդ Ադրբեջանում էր եւ դուք ճշգրիտ ասացիք, որ Ադրբեջանի հետ էլ զորավարժություններ եղան, մինչդեռ մենք էլ գիտեք, տեսակ 2 շաբաթ առաջ առաջին անգամ կարծում եմ Իրանի հետ արվեց համատեղ զորավարժություն, բայց Հայաստան հայկական կողմը մեր մասում էր անում, իրանական կողմը իրենց։ Այսինքն սահմանից այս կողմ եւ այն կողմ, մինչդեռ Ադրբեջանի պարագայում այդպես չէր, որը ուշագրավ է եւ պետք է հասկանալ, թե այդ ինչպես է ստացվում, որ Իսրայելի ամենամոտ պարտները մեր ռեգիոնում կարողանում է նաև Իրանի հետ այսպիսի հարաբերություններ ունենալ։ Դե պարզ է, շահային խնդիր է, եւ ես հիշեցնեմ նաև, որ երբ դեռևս փետրվար ամսին, երբ ակտիվ խոսակցություններ էին ծավալվում հնարավոր լայնածավալ պատերազմի շուրջ Իրանի դեմ, մի հայտարարություն արվեց, որով ասվում էր, որ եթե հարևան երկրները Իսրայելի հետ այդ դարկացախնդրությանը գնան, ապա պատասխանը լինելու է շատ ուրեմն դաժան եւ այս պարագայում Ադրբեջանը չէր առանձնացվում։ Իրանը նկատի ուներ ծոցի երկրները առավելապես, ծոցի արաբական երկրներ, Էմիրություններ, Կատար, Բահրեյն եւ այլն։ Բահրեյնը առանձին դեպք է, Էմիրություններ եւ Կատար։ Հիմա ինչ ենք տեսնելու Իրան-ԱՄՆ հնարավոր խոսակցության շրջանակներում նաև մեր տարածաշրջանում որոշ տնտեսական եւ այլ ուղղություններով համագործակցության խորացման առումով, որովհետեւ եթե գործընթացը տեղի չշարժվի, ապա այո, մենք կարող ենք տեսնել նաև նման ակտիվություններ, բայց առավել կարևորը Իրանի մասով այն է, որ մեզ համար առավել ամենաառանցքային հարցում, իսկ մասնավորապես հարավային մեր սահմանը Իրանի հետ, Իրանի համար անձնական, այսպես ասած, անվտանգային ուղիղ խնդիր է, դա ձևակերպվել է, դրա մասին բազմիցս խոսվել է եւ իրանական կողմը փաստացի թերևս ամենաուժեղ լուրջ խաղացողն է այս տարածաշրջանում, որը շարունակում է զսպել Ադրբեջանի հնարավոր ագրեսիան այդ ուղղությամբ, դե մինչ այսօր նշեցինք, որ սա այն բացառիկ դեպքերից է, երբ ԱՄՆ-ն եւ Իրանը շահերի համընկում ունեն։ Պարոն Խարատյան, եւ վերադառնանք Հայաստանի ներքաղաքական հարցերին։ Օրեր առաջ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց տվեց, արդյոք տեսնում եք մտավախություն, որ Հայաստանում կարող է խառնվել ներքաղաքական կյանքը 2026-ից ընդառաջ, այսինքն խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Եվ ընդհանրապես ինչպես կգնահատեք այդ հայտարարությունները, ինչ ռիսկեր տեսակ այդ հայտարարության մեջ, այդ հայտարարությունների հարցազրույցի մեջ։ Տեսեք, մանրակրկիտ չեմ ուզի անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներին, արդեն սա 10 օրվա մեջ երկրորդ անգամն էր, երբ հանրային հրապարակային խոսակցություններ ծավալվում։ Մի բան բացահայտ եւ փաստ է, Ռոբերտ Քոչարյանը չի թաքցնում այն, որ իր ընկալմամբ Հայաստանի միակ հեռանկարը Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումն է։ Չէ, այդ մասին իդեպ հետաքրքիր է, որ ասում են, որ այդ գաղափարը դա այնպես չի թե մեզ ասում է խնդրում են այնտեղ գնալ, բայց նաև այս անթակույց
ներկայացնում էր իր տրամաբանությունը առայն որ դե Եվրամիությունը բարդ կառույց է այնտեղ հարցերը հնարավոր չի լուծել իսկ այստեղ մենք նախագահներով նստում որոշում ենք ու ամեն ինչ լավ է լինում սա է իր տրամաբանությունը ավել բան պետք չի ասել էս այդ մարդու տրամաբանությունը շարունակում է մնալ սա երկրորդ ուզում եմ հիշեցնել որ ապօրինի գույքի հիմքով Քոչարյան ընտանիքի հետ կապված բավական լուրջ շտատական գործեր կան եւ կարծում եմ որ այս ակտիվությունը մասամբ նաեւ գուցե պայմանավորված է դրանով ես նկատի ունեմ ընդհանուր առմամբ բայց բացի ամեն ինչից կարելի է ասել որ նախընտրական շրջանը ոչ պաշտոնապես սկսված է Հայաստանում այսինքն գործող քաղաքական ուժերը դիրքավորվում են եւ առավելապես այսպես ասած պատրաստվում են 26 թվականի 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին եւ կարծում եմ որ սա թերևս դրա նախերգանքն է մի քանի հարթություն էլ ակնհայտ երևում է որ նախին երկու նախագահները երկրորդ եւ երրորդ նախագահները արդեն այսպես զգուշավոր բայց փաստացի քննադատում են միմյանց որոշ մեղադրանքներ են ում իրար նկատմամբ Եթե մինչ այս հիմնական մեղադրանքը միմյանց այն էր դու բերեցիր Նիկոլին թե դու, այսինքն այսպիսի խոսակցություններ ծավալվում, հիմա արդեն ավելի լայն հարցերի շրջանակ է կարծես թե քննարկվում եւ ենթադրում եմ, որ նախընտրական շրջանում դիրքավորվելու խնդիր ունեն, որ այնպես լինի, որ կարողանան ձայն տանել, որովհետեւ մեծ հաշվով պիտի ասեն չէ ինչի են իրանք տարբերվում որևէ կերպ։ Սա է խնդրի էությունը Ես որևէ նոր բան չեմ տեսնում Ռոբերտ Քոչարյանի ասածների մեջ, գիտենք իր դիրքորոշումներն, իր մոտեցումները, գիտենք նաև թե ինչպիսի օպերացիոնալ տարածքում ենք գործում այս փուլում, այսինքն ակնհայտ է, որ լինելու են ուժեր, որոնք ներկայանալու են որպես ուժային որոշ կենտրոնների ֆավորիտներ, այս պարագայում Ռոբերտ Քոչարյանը հավակնություն ունի դառնալու Ռուսաստանի համար թերևս առավել ընդունելի տեխնացուն վստահ չեմ թե դա նույնիսկ դա իրեն հաջողելու է այնպես ինչպես 2021 թվականին փորձեց դիրքավորվել որպես այսպես կոչված առավել Ռուսաստանի համար ընդունելի մարդ իսկ ընտրություններից ընդամենը մի շաբաթ առաջ Պուտինը հայտարարեց որ Փաշինյանը հայրենասեր մարդ է եւ իր մեղքով չի որ դա արվեց այս ամենը տեսել ենք նաեւ կտեսնենք թե ել ինչ մեթոդներով եւ ինչ տեխնիկայով է աշխատելու հայաստանյան քաղաքականությունը, բայց առավելապես դիտարկում եմ այս ելույթներն ու հայտարարությունները որպես դեռևս ոչ պաշտոնապես նախընտրական շրջանի մեկնարկ։ Շատ շնորհակալ եմ, պարոն Խարատյան, այսօրվա զրույցի համար։ Հաջողություն։